Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արմենակ Աբրահամյանի ելույթը ՄԱԳ-ի մեջ բնիկ ժողովուրդներու իրավունքներուն եւ ցեղասպանության ժխտումին թեմ պայքարի մասին։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 77-րդ թիվը։ Արցախի հերոս Սասուն Հակոբյանը մայիս 26-ին պիտի դառնար 51 տարեկան։ Նեմրոդ լերան մեջ պահված առեղծվածը։ Մայիսյան հերոսամարտերու մասին։ Ադրբեջանը ամբողջովին ոչնչացուցած է Եմիշջան գյուղի հայրենական պատերազմի նվիրված հուշարձանը։ ՄԱԳ-ի հասարակական գազագերբություններու հանձնաժողովին գհորդորենք մերժել Ադրբեջանի կողմէ ներկայացված փողոքը։ Օֆելիային մինչև Համլետ, Մեծն Սիրանուշի անսահման թերերը։ Արմենակ Աբրահամյանի ելույթը ՄԱԳ-ի մեջ Նյու Յորք 2008 թվական։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի պատվիրակության ղեկավար Արմենակ Աբրահամյան ՄԱԳ-ի մշտական ֆորումի ընթացքին անդրադարձավ բնիկ ժողովուրդներու իրավունքներուն ընդգծելով անոնց անկախտելի գաբը հայրենի հողին հետ։ Ան շեշտեց ՄԱԳ-ի կողմէ ընդունված հռչակագրերու կարևորությունը հին ժողովուրդներու ճանաչման եւ վերականգնման տեսակետեն։ Խոսելով հայրուտեմ իրականացված ցեղասպանության մասին, Արմենակ Աբրահամյան նշեց, թե ցեղասպանության ժխտումը եւ բնիկ ժողովուրդներու քոյության մերժումը կշարունակեն մնալ լուրջ սպառնալիք։ Ան խստիվ դադարեցրեց այն մոտեցումները, որոնք կժխտեն հայ ժողովրդի պատմական ներկայությունը Արևմտյան Հայաստանի մեջ, նկատելով այդ ժխտումը որպես ցեղասպանության շարունակություն։ Արմենակ Աբրահամյան քննադատեց նաև Եվրոպայի խորհրդարանի 1987 թվականի բանաձևը անոր բնույթը համարելով խտրական եւ անհամապատասխան բնիկ ժողովուրդներու իրավունքներուն։ Ելույթին ավարտին ան առաջարկեց 1 վայրկյան լրությամբ հարգել հայրուտեմ իրականացված ցեղասպանության զոհերու հիշադակը։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 77-րդ թիվը։ Շաբիգին պատկերված է Գիլիկիո հայ թագուհի Զաբելը իբրև հայկական ինքնիշխանության եւ մշակութային ժառանգության խորհրդանիշ։ Այս թիվին մեջ ընդգրկված են շարք կարևոր հոդվածներ Արցախի հերոսական թիմադրության, արևմտահայ համայնքներու ինքնության պահպանման, ինչպես նաեւ հայկական պատմամշակութային ժառանգության հանրահայնացման մասին։ Մանրամասն անդրադարձ կա Արցախեն Աշոտ Հարությունյանի ուղերձին, միանալու պայքարին եւ արձական Խաչատուր Սուքիասյանի հայտարարության շուրջ։ Շաբաթաթերթը կքննարկե նաև համայնքային կառույցներու լեզվամշակութային նշանակությունը, իսկ Մայր Աստվածուհի Անահիտեն Մարիամ ցուցահանդեսի հաջողությունը կշեշտվի ավելի քան 55,000 այցելուներով։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն լեզուներով։ Արցախի ազատամարտիկ եւ ազգային հերոս Սասուն Հակոբյան մայիս 26-ին պիտի դառնար 51 տարեկան։ Հայրենիքի պաշտպանությունը անոր համար սրբազան բարդականություն մներ։ Ան գարանցնանար համբերությամբ, բարությամբ եւ վառ հոգեվոր ցկտումներով։ Ան գիսատ թողելով ուսումը 1992-ին միացավ Վլադմիրի Ջոկադին մասնակցելու բազմաթիվ գործողություններու Արցախի պաշտպանության եւ քյուղերու ազատագրության համար։ 1993 թվականի մարտ 29-ին Չարեկդարի ազատագրման ժամանակ ան հերոսապար ինգավ։ Սասուն Հակոբյան հետ մահու պատվված է շարք մշականնշաններով եւ մեդալներով։ Անոր հիշադակը կփայլի ընկերներուն, մարտական զինագիծներուն եւ ազգին մեջ։ Նեմրոդ լերան մեջ եղած առեղծվածը հիմնական կենտրոնացած է Կոմակենեի արքա Անդիոքոս առաջինի հսկա տամբարանին, թմբին ճշգրիտ դեղադրման եւ բարունակության շուրջ, որոնք մինչ այսօր չեն բացահայտված։ Ատամյանի նահանգին մեջ գտնվող այս տերան կակաթեն վեր կխոյանա մոտ 50 մետր բարձրությամբ եւ 150 մետր դրամակիցով քարե թումբ։ Թեև հնակետները կգարձեն, թե թմբին դա կգտնվի արքայի տամբարանը եւ հավանաբար նաեւ թանկարժեք կանցեր, արդի արհեստագիտության գործադրումով իսկ տամբարանի ճշգրիտ տեղը դակավին հնարավոր չէ բարձել։ Պատճառն է թմբին կառուցվածքը բարձ քարաշարով, որը կխոչընդոտե հողազատման աշխատանքներու իրականացումը առանց վնասելու ամբողջ կառույցը։ Չբացահայտված տամբարանային սենյակ, թեպետ ընդունված է, որ Անդիոքոս առաջինի տամբարանը դեղագայված է թմբին մեջ, սակայն անոր մուտն ու ճշգրիտ թիրքը մինչ օրս չեն հայտնաբերված։ Դարբեր բացվածներ հայտնաբերված են, սակայն այդ հատվածները պաշտպանված են երկաթյա թռներով եւ խորքային հետազոտություն կարելի չէ իրականացնել։ Ստորկետնյա եւ Քախնի անցքեր։ Հայտնի է, որ լերան ներքին մասերուն մեջ գոյություն ունի ժայռերու մեջ փորված ստորկետնյա ճանապարհներ եւ սենյակներ, սակայն անոնց նպատակը հստակ չէ։ Ոմանք կբնտեն, թե անոնք ծառայած են գրոնական արարողություններու համար, իսկ ուրիշներ տամբարանը պաշտպանելու նպատակով։ Ավանդույթներ եւ ենթադրություններ։ Դեղացիներու եւ զանգվածային մշակույթի մեջ տարածված են տեսակետներ, թե Նեմրուդ լերան մեջ կան տակուն կանցեր, գործված սենյակներ կամ նույնիսկ այլ մոլորակային գաբեր։
Սակայն այս պատմությունները քիդական հիմք չունին եւ գտասվին առասպելներու շարքին։ Աստղապանական եւ ջարդարաբեդական գաղտնիքներ, Լերան մագերեսին վրա գտնվող արձանները, մասնավորապես արևմտյան տարածքին վրա պատկերված առյուծի հորոսկոպի պատկերական տագը աստղապանական նշանակություն ունին։ Այս պատկերական տագը կխորհրդանշե Անդիոկոսի քաղաքալությունը եւ կներկայացնե այն ժամանակվան երկինքը ըստ հնագույն աստղագիտության։ Այս փաստը կվկայե Կոմագենեի թագավորության առաջադեմ գիտելիքներուն մասին աստղագիտության եւ ջարդարաբեդության ոլորտներուն մեջ, սակայն թմբին ներքին կառուցվածքի բարդությունը դակավին անհայտ կմնա։ Տեխնոլոգիական դժվարություններ Թմբին քարե գուտագումը կդժվարացնե հնագիտական բեղումները առանց ներսի կառույցները վնասելու։ Թեև գործածված են ժամանակակից արհեստագիտություններ, օրինակ գետնի տակ թափանցող ռադար, սակայն արդյունքները բավարար հստակություն չեն ապահոված։ Արաքած լերը վճռորոշ դեր խաղաց Սարտարաբադի ու Աբարանի ճակատամարտերուն մեջ, ապահովելով գապ հայկական զորքերուն միջև։ Սարտարաբադի մեջ հայկական բանակը գրեթե չէր զիջեր թշնամիին թիվով։ Իսկ Աբարանի ճակատամարտին Թրոյի զորքերու ժամանումեն ետք ուժերու հավասարակշռություն հաստատվեցավ, որը հանգեցուց հաղթանակի։ Վանաձորի մեջ սակայն թուրքական բանակը հարձակեցավ միաժամանակ 3 ուղությամբ եւ հայկական ուժերը առանց նշտեհի, Անտրանիկի եւ Թրոյի սպասված աջակցության բարդություն գրեցին։ Այս չհամագարկված թրությունը ծանր հետևանքներ ունեցավ ճանապարհ բանալով թուրքական ներխուժման եւ հանգեցնելով ավելի քան 100,000 հայերու գոտորածի Բաքվի, Կանցագի եւ Շուշիի մեջ։ Արցախի բռնակրավման ընթացքին Ադրբեջանի գոմե հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձաններու ոչնչացումը հասած է աննախադեպ ծավալներու։ Այս վանդալիստական գործողությունները առավել կխդանան այսօր, երբ կմոտենա հաղթանակի 80-ամյակը եւ երբ ադրբեջանական իշխանությունները իբր թե նվիրվածություն կհայտնեն ֆաշիզմի դեմ պայքարին, միաժամանակ կխեղաթյուրեն պատմությունը եւ կչնչեն ժողովուրդներու համատեղ հիշողությունը։ Հատկապես արձանագրված է Մարդունու շրջանի Եմիշճան գյուղի մեջ, ուր ամբողջությամբ ոչնչացված է հայրենական պատերազմին նվիրված հուշարձանը։ Այս դեպքը խորհրդանշական պատկեր է 21-րդ դարու ընթացիկ մշակութային ցեղասպանության։ Այդ հուշարձանները ոչ միայն դեղական, այլև համաքրիստոնեական մշակութային ժառանգություն են։ Ուստի կարևոր է ռուսական գոմին հստակ եւ արժանապատիվ պատասխանը ընդդեմ ադրբեջանական վանդալիզմին։ Ադրբեջանը փողոք ներկայացուցած է ՄԱԳ-ին ընդդեմ քրիստոնեական համերաշխության միջազգային իրավապաշտպան գազམ་ագերբության, փորձելով ճնշում բանեցնել անոր վրա։ Բաքուն մեղադրանքներ հղած է Հայաստանի քննչական ծառայության Արցախի անունը օգտագործելու, Ադրբեջանի քարտեզը իբր աղավաղելու եւ հայ ռազմակերիներու հարցը միջազգային մագարտակի վրա բարձրացնելու համար։ Քրիստոնեական համերաշխության միջազգային իրավապաշտպան գազམ་ագերբությունը մասնակցած է շարք նախաձեռնություններու, միջազգային ուշադրության հրավիրելով էթնիկ զդումներու, բռնի դեղահանումներու եւ հայ ռազմակերիներու հարցերուն վրա։ Սիրանուշը Մերոբե Կանտարջյան առաջին հայ գին դերասանուհին էր, որ մեծ հետ գցկեց թատերական արվեստին մեջ։ Ծնած է 1857-ին Կոստանդնուպոլիս, հանդես եկած է հայկական եւ թուրքական փեմերու վրա, ապա խաղացած է Թիֆլիս, Բաքու, Շուշի եւ այլուր։ Անոր խաղացանկը ներառած է 300-ն ավելի թերեր, Շեքսպիրյան հերոսուհիներ եւ նույնիսկ Համլետ աննախադեպ կերպով գնոջ մարմնավորումով։ Մահացած է 1932-ին Կահիրե, ժառանգություն ցկելով որպես հայկական թատրոնի խորհրդանիշ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։